We are preaching about revival. Շարունակում ենք քարոզել արթնություն թեման։ This is called the cost of revival. Արթնության արժեքը վերնագիրը։ We're going to look at Luke chapter 9, verses 13 through 17. Ժողովուրդ, խնդրում եմ լռություն, որ արդեն սկսում ենք քարոզը։ Ղուկաս 9-րդ գլխից Which one? 13 to 17. Ղուկաս 9:13-ից 17։ Իսկ նա ասաց նրանց. դուք նրանց ուտելիք տվեք։ Նրանք էլ ասացին. մենք 5 հացից եւ 2 ձկից ավելի ոչինչ չունենք, եթե չգնանք եւ այս բոլոր ժողովրդի համար ուտելիք չգնենք, որովհետեւ շուրջ 5000 մարդ կար։ Եվ նա աշակերտներին ասաց. նստեցրեք նրանց 50 հոգանոց խմբերով։ Եվ նրանք այդպես արեցին ու բոլորին նստեցրին։ Հետո նա վերցրեց 5 հացը եւ 2 ձուկը, դեպի երկինք նայելով օրնեց դրանք եւ կտրեց ու տվեց աշակերտներին, որ բաժանեն ժողովրդին։ Նրանք բոլորն էլ կերան, բոլորն էլ կշտացան եւ ավելացած կտորտանքներից 12 կողով վերցրին։ We'll look at also Matthew 16:24. Նաեւ Մատթեոս 16:24 Այն ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող իր անձն ուրանա եւ իր խաչը վերցնի ու ինձ հետևի։ We are told to take up our cross and follow Խոսում ենք him. այստեղ, որ վերցնենք մեր խաչը ու հետևենք նրան։ He says, first of all, to deny ourselves. Նախ պետք է ուրանանք մեր անձերը, That really just means to do the will of God. որը նշանակում է կատարել Աստծո կամքը։ Okay. We draw nigh to God. Պետք է մեզ ձգեն գնանք դեպի He Աստված draws nigh to us. ու նա էլ մեզ է գալիս դեպի։ In drawing nigh to God, we're leaving the things of this world. Ու նրան մոտ գնալով թողնում ենք այս աշխարհի բաները, գործերը։ We're leaving the sin of our lives. Թողնում ենք մեր մեղավոր կյանքը And we're drawing close to God. ու մոտենում ենք Աստծուն։ We begin to walk in His will. Սկսում ենք իր կամքի մեջ քայլել We're following the example of ու Jesus. հետևում ենք Հիսուսի օրինակներին։ Galatians 2:20, we've quoted to you a number of times. Շատ անգամ արդեն մի քանի անգամ խոսել ենք Գաղատացիների 2:20-ը։ Paul says, I am crucified with Christ. Պողոսն ասում է, որ ես խաչվել եմ Քրիստոսի հետ, Nevertheless, I live, yet ու not այլևս I. ես չեմ ապրում, And նա իմ մեջ։ that's an important point there. Սա շատ Okay. կարևոր կետ է, In denying self, որ ինքդ քեզ ուրանաս, he says, I no longer live. ու նա ասում է այլևս ես չեմ ապրում, He's laying his life down. նա իր կյանքը դրել է։ All his wants and dreams and Իր plans. բոլոր ցանկացած այդ երևույթները, իր ուզած երազանքները, ծրագրերը, He's beginning he's laid all that aside. ու այդ ամենը մի կողմ է դրել։ Then he says, Christ lives in me. Ու նա ասում է Քրիստոսն է ապրում իմ մեջ։ And the life that I now live, I Այն live կյանքը, որ ես հիմա ունեմ, by the faith in ապրում the եմ Son of God, հավատքով որդու մեջ, who loved me and gave ով himself for սիրում է me. ինձ ու իր կյանքն ինձ համար տվել է։ Now, the grammar of that last part of that verse is very difficult. Այդ քերականությունը, այդ նախադասության վերջին հատվածը շատ դժվար է այստեղ։ We don't know if it means Բարդ է։ by the faith of Jesus. Կամ որ ասում է Հիսուսի միջոցով, It's saying Jesus' faith is helping him, Հիսուսի հավատքը օգնում էր նրան, or the faith he has in կամ այն Jesus հավատքը, որ նա ուներ Հիսուսի մեջ, that helps him to live this օգնում էր life. նրան այս կյանքն ապրելու։ I recently read a interpretation of this Վերջերս դրա մեկնությունն եմ տեսել, that says կարդացել, that what Paul seems to be saying to որ us Պողոսը սա էր ուզում մեզ ասել, is that the life I now որ այն live, կյանքը, որ ես հիմա ապրում եմ, I live according to the faithfulness of the Son of God. ապրում եմ որդու հավատարմության շնորհիվ։ He's become my example. Նա դարձել է իմ օրինակը, His obedience, նրա հնազանդությունը, his love for the Father, նրա սերը հոր նկատմամբ, how he walked Paul, ոնց է ինքը քայլել Աստծո մեջ, դա են ձոքնել։ how he was going to be faithful to God. Ինչքան է եղել հավատարիմ He Աստծուն։ was going to be faithful to God as Jesus was faithful to the Ու Father. ինքը ուզում է հորը հնազանդ լինի, հավատարիմ լինի այնպես ինչպես Հիսուսը։ And even that term, as he says, the Son of God, is not usually how Paul speaks of Jesus. It's not այդ մասը հենց Հիսուսի մասին էր խոսում։ He talks about Jesus or the Christ.
Հիսուս Քրիստոսի մասին էր խոսում, ոչ թե հենց որդի Հիսուսի, But I այլ think Հիսուս he's Քրիստոսի emphasizing մասին։ this idea Ու of այս գաղափարն է the շեշտադրում այստեղ։ faithfulness to the Father, Հավատարմություն հոր the նկատմամբ։ father-son relationship. Հայր եւ որդի հարաբերություններն էր նկարագրում։ He's going to walk as Jesus walked as the Son of God. Ու նա կքայլի այնպես ինչպես Հիսուսն էր քայլում որպես Աստծո որդի։ All of this involves going to the cross Այս ամենը իր մեջ ներառում էր նաև դեպի խաչը գնալը and laying aside our desires ու մեր ցանկությունները մի կողմ դնելը։ and then began to follow in the Ու footsteps of սկսել Jesus. քայլել Հիսուսի հետքերով, նրա քայլերով, հետևել նրան։ We're not called to do the possible. Մենք չենք կանչվել հնարավոր գործերն անելու։ We're called to do the impossible, Մենք կանչված ենք անհնարինն անելու, ոչ թե հնարավորը։ to do the will of God, Անելու Աստծո կամքը։ not in the power of our own strength, Ոչ թե մեր սեփական զորությամբ, ուժով, but in the power of the resurrection. այլ հարության զորությամբ։ The impossible occurs on the far side of the resurrection. Ու այդ հարության կողմում է կանգնած հենց այդ անհնարինը։ There can only be a resurrection if there's a death. Հարություն կլինի միայն այն ժամանակ, երբ որ մահ կլինի։ And true revival comes as we die with Christ. Ու ճշմարիտ revival, Revival comes ճշմարիտ արտնությունը գալիս է հենց այդ ժամանակ։ out of that crucifixion of who we Ու are. այդ խաչելությունից է գալիս, թե երբ որ մենք խաչվում ենք։ That opens the door to the Ու դա resurrection բացում է power. դռներ, որ հարությունը գա։ That opens the door to the resurrection life. Դա հարություն առած կյանքի համար դռներ է բացում։ If you don't take up your cross and Եթե follow չվերցես Him, խաչը ու չհետևես նրան, you cannot achieve the resurrection չես power. կարող հարության զորություն ընդունել։ There's no shortcuts with this. Չես կարող դրան դա շրջանցել։ I must be crucified Ես with պետք է Christ. խաչվեմ Քրիստոսի հետ։ I've got to have that relationship with Ես Him. պետք է այդ հարաբերությունները նրա հետ ունենամ։ Then I can walk in the power of that Այդ ժամանակ resurrection. ես կարող եմ այդ զորությամբ, հարության զորությամբ քայլել։ Paul is saying to us, Պողոսը մեզ ասում է. I laid all that down. Ես ամեն բան մի կողմ եմ դրել։ Now I picked up a new body. Հիմա to ես live նոր in. մարմինն եմ վերցնում։ Christ lives in me. Քրիստոսն ապրում է իմ մեջ։ He's my source. Նա է իմ աղբյուրը։ He's my focus. Նա է իմ կենտրոնացումը։ Everything flows through Him. Ու ամեն ինչ նրանից է հոսում։ Now, personally, that's revival. Սա հենց արթնությունն է։ If you can come to that place Եթե կարող եք գալ այդ վայրի մեջ, where Jesus is the center of your life, որտեղ Հիսուսը ձեր կյանքի մեջ կենտրոնում է, you're living according ու to դուք His example, ապրում եք համաձայն իր օրինակի պես եք ապրում։ then you can walk in that power of the resurrection. Այդ that He ժամանակ դուք experienced. կարող եք իր հարության զորության մեջ քայլել։ Christ will live in you. Քրիստոսը կապրի ձեր մեջ։ We will be able to say as Paul does, Կարող ենք ասել այդ խոսքերը, ինչպես Պողոսն I ասաց։ can do all things through Christ. Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով։ Christ is living in us. Քրիստոսը բնակվում է մեր մեջ, But I first must die. բայց նախ ես պետք է մահանամ։ In that story in Luke, Ղուկասի այդ պատմության մեջ it's a familiar story to us. ծանոթ պատմություն է մեզ համար։ We know that Jesus is testing these disciples. Հիսուսը փորձում էր իր աշակերտներին։ The people have been with Him a long time. Այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ իր հետ են եղել։ Let's get them something to eat. Ասաց, ինչ-որ մի բան տանք, որ այդ մարդիկ ուտեն։ And the disciples have no way to feed these people. Ու աշակերտները չունեին ոչ մի տարբերակ այս մարդկանց կերակրելու։ 5,000 men, it says. 5000 տղամարդիկ։ All the women and children are Ու there. չհաշված այդտեղ կային նաև կանայք եւ Where are երեխաներ։ you going to get enough food to feed all of them? Որտեղից կարող ենք բավարար չափով ուտելի գտնել այս մարդկանց կերակրելու համար։ What did they have? Ինչ պետք է անել։ Only 5 loaves and 2 Ունեն մենակ fish. 5 հաց ու 5 ձուկ։ The little Կա boy, 2 ձուկ։ the little boy gave that. Մի փոքր տղա էր տվել նրանց։ It's amazing that he had it. Զարմանալի է, որ նա ուներ։ If I'd been him, if it had been me, Եթե ես լինեի տղայի փոխարեն, that food would have been long gone. այդ չէի տա։ I don't leave anything sitting around. Չէի թողնի այդ ամենը։ But he still had that lunch. Բայց ուներ այդ ճաշը։ Հաստատ loaves, ուտեի 2 միջև fish. դրան չէր հասնի, բայց ուներ 5 ձուկ եւ հաց եւ ձուկ։ And he's willing to give it to Ու Jesus. պատրաստ էր Հիսուսին տալ։ Jesus took that. Հիսուսը վերցրեց։ And I want you to see this Ուզում տեսնեք սա, because it's important that the boy gave all. որտեվ շատ կարեւոր է, որ այդ տղան ամեն ինչը տվեց։ But it's also important that Jesus took it and blessed it. Ու նաեւ կարեւոր այստեղ, որ Հիսուսը վերցրեց դա եւ օրնեց And he broke it. ու կտրեց And he gave it. ու տվեց մարդկանց։ There is no greater symbolism for ministry than that. Ծառայության ավելի մեծ
խորհրդանիշ չկար, քան դա էր։ that Jesus blesses us Հիսուսն օրնեց մեզ, and then he breaks us կտրեց դա, կոտրեց մեզ and he gives us ու մեզ տվեց։ our lives, Մեր կյանքը, talents, տաղանդները, everything that we are. այն ինչ որ մենք It's ունենք, all given in այս ministry. ամեն ինչը տրված է մեզ ծառայության համար։ The working of the Holy Spirit to produce this is Սուրբ amazing. հոգու գործն է այս ամենը իրականացնել։ As they take this offering of this young boy Երբ որ նրանք այս զոհաբերությունը փոքրիկ տղայից վերցրեցին, and feeds these 5,000, կերակրեցին այս 5000-ին։ it calls us to that place where it asks us the question, are we willing to give what we have? Արդյոք մենք այս ժամանակ կարող ենք մեզ հարցը տալ, արդյոք մենք պատրաստ ենք տալու այն ինչ ունենք։ Are you willing to give your life to Jesus? Արդյոք պատրաստ ես կյանքը տալու Հիսուսին։ Lord, bless me Տեր օրհնիր ինձ, and break me կոտրիր ինձ, and give me. ու տուր ինձ։ Here I am. Ահա ես։ Whatever you need, Jesus. Ինչի կարիք որ դու ունես Հիսուս։ I'm giving myself to Ես you. ինքս ինձ քեզ եմ տալիս։ I love the story that in Exodus 4, Ելիցի 4-ում գրված պատմությունը շատ եմ սիրում։ Moses is talking with God. Մովսես այդտեղ խոսում էր Աստծո հետ։ And God has said to him, you're going to be my deliverer. You're going to, Ու Աստված my ասում է, people որ դու կլինես այդ ազատողը, կազատես իմ ժողովրդին։ you know, Moses argues with God. Մովսեսը կրվեց Աստծո հետ։ Again, if it had been me, there would be no argument. Եթե ես լինեի, ոչ մի կռիվ չէի անի։ But he is so bold and yet cowardly. He talks to God. Նա այդ համարձակությունն ուներ Աստծո հետ I խոսելու։ can't do this, God. Բայց ես դա չի, նա ասաց, ես չեմ կարող սա I անել։ can't talk. Ես չեմ կարողանում You've got the խոսել։ wrong guy. Սխալ մարդու ես My ընտրել։ brother's down there. Talk to him. Եղբայրս այստեղ է, նրա հետ խոսիր։ And then God asked him that question. Ու Աստված նրան այս հարցն է տալիս։ Exodus chapter 4. Ելից 4-րդ գլուխ, We get a little bit of the conversation, but verses 1 through 4. 1-4։ Ելից 4:1-4։ Եվ Մովսեսը պատասխանեց ու ասաց. Բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ կլսեն իմ ձայնին, որովհետև կասեն. Տերը քեզ չի երևացել։ Եվ Տերն ասաց նրան. Այդ ինչ է քո ձեռքինը։ Ասաց. Գավազան։ Եվ ասաց. Գետնին գցիր դա, եւ նա գետնին գցեց ու այն օծ դարձավ, եւ Մովսեսը նրանից փախավ։ Եվ Տերը Մովսեսին ասաց. Ձեռքդ մեկնիր ու բռնիր պոչից։ Եվ նա ձեռքը մեկնեց ու բռնեց նրան, եւ այն իր ձեռքի մեջ գավազան դարձավ։ God asked him that question. Աստված նրան այդ հարցը տվեց. What do you have in your hand? Ինչ ունես ձեռքիդ։ Same question as the boy had, or Նույն հարցը այդ տղային է, What do փոքրիկ you երեխուն have? տվեցին։ Ինչ ունես։ what do you have? Ինչ ունես։ Moses, what do you have in your hand? Մովսես, ձեռքիդ ինչ կա։ Ինչ ունես ձեռքիդ մեջ։ I've got a shepherd's staff. That's Գավազան։ what I am. I'm a shepherd. Ես հենց այդ եմ, ես հովիվ եմ։ The staff. Գավազան ունեմ։ And God took it Ու Աստված վերցրեց այդ գավազանը and he blessed it ու օրնեց, and he broke it կտրեց դա and he gave it back to him ու վերադարձրեց Մովսեսին։ and said, with this staff, Ու ասաց, այս գավազանով you'll deliver my people դու Israel. իմ ժողովրդին Իսրայելին ազատ կարձակես։ And you'll notice this staff comes up all throughout that Ու story. տեսնում ենք, որ այս ամբողջ պատմության մեջ այս գավազանը երևում Matter է։ of fact, it's there for 40 years. 40 տարի That staff այդ գավազանը, through which God works miracle որի after միջոցով miracle, Աստված հրաշք հետևից էր գործում։ holding it over the Red Sea, Պահեց նա այդ կարմիր ծովի առաջ, striking the rock and water, խփեց ժարին ու ժարից ջուր բխեց։ held in his hands on the Պահեց mountain as իր Joshua ձեռքերը went լեռան through it. վրա, երբ որտեղ նաև Հեսուն էր։ That staff Այդ գավազանը, is a symbol of that surrender of այդ Moses. Մովսեսի հանձնվելու բաններ, խորհրդանիշներ։ It is also what God would ask of you tonight. Այսօր էլ Աստված ձեզ այդ հարցն է տալիս։ What do you have in your hand? Ինչ ունես դու քո ձեռքի մեջ։ What could you give to God Ինչ կարող ես դու տալ that Աստծուն, would result in victory, որը կարող է դառնալ Revival. հաղթության ու արթնության the պատճառ։ miraculous? Հրաշքների պատճառ կարող է What do you դառնալ։ have that you could Ինչ say, ունես դու, here it is, Lord. որ կարող ես ասել, ահա Տեր, քեզ եմ I'll տալիս։ give it to you. Քեզ եմ տալիս։ Bless it. Օրնիր ինձ, Break it. կտրիր ինձ Give դա։ it to someone. Ու Give it Տուր away. ինչ որ մեկին տուր։ Use it for your glory. Օգտագործիր այն քո փառքի համար։ This is revival. Սա է արթնությունը։ As God asked that question of us, Երբ Աստված այս հարցը մեզ է տալիս, what do you have? ինչ ունես։ It's different for each one of us. Դա մեր յուրաքանչյուրի համար այդ հարցի պատասխանը տարբեր կարող է լինել։ Amen. It's different for each one.
Տարբեր է յուրաքանչյուրիս I համար։ know he's asking for our life upon that cross. I understand that. Ես գիտեմ, որ կարող են այդ խաչի վրա այդ հարցը տալ մեզ։ But we all have different abilities and different Բայց talents. and մենք different- ամեն մեկս էլ տարբեր կարողություններ, տաղանդներ, ունակություններ ունենք։ We have different callings. Տարբեր կոչեր, կանչեր ունենք։ And so you have something different in your hand. Դու կարող ես քո ձեռքի մեջ ուրիշ բան ունենաս։ Moses had a shepherd's staff. Մովսեսը գավազան ուներ, հովի գավազանը։ Most of us don't have that. Մեծամասամբ դա չունեն, But you may have something else. բայց այլ բան ունեն։ Some ability, some talent, Ինչ որ ունակություններ, տաղանդներ, some plans, ինչ որ ծրագրեր, some ideas, գաղափարներ, some boldness, some courage. համարձակություն, վստահություն, Something that you could give to God. մի բան, որ դու կարող ես տալ Աստծուն։ It's different for each one. Ամեն մեկիս համար տարբեր է դա։ God is looking for the willingness to say, Աստված նայում է, որ մենք կամովի ուզենանք տանք դա։ here it is, God. Ահա այն Տեր։ Take what I have. Վերցրու այն, ինչ ես ունեմ։ Take what I am. Take Վերցրու what I այն, am. վերցրու այն, ինչ որ ես եմ։ Bless it. Օրնիր, Break it. կտրիր, Give it կոտրիր, away. ուտուր։ Amen. Ամեն։ Work the miracle through us. Ու մեր միջոցով հրաշքներ գործիր։ Revival comes from those who have made Jesus Lord of their life, Արթունությունը գալիս է նրանց միջոցով, ովքեր Հիսուսին իրենց Տեր են դարձնում։ those who are sold out to Him, Նրանք, ովքեր հանձնվել են նրան, those who follow in His footsteps. ովքեր հետևում են իր քայլերին։ Very few people come to that place. Շատ քիչ մարդիկ են եկել այդ վայրի մեջ։ Where most of the time we're distracted from this world. Երբեմն շեղվում են այս աշխարհից, We've got to work, we've got to labor, աշխատանք ունեն, գործ we have ունեն, families. ընտանիք ունենք։ There's lots of things that Շատ- could hinder Շատ us. բաներ կարող են մեզ խանգարել։ Those are things that we have to give to God as well. Ու նաև կան բաներ, որ մենք պետք է Աստծուն տանք։ There are men in history there are men who have affected history. Կան մարդիկ, ովքեր ազդեցություն են ունեցել պատմության վրա։ Leaders, many of them evil, Առաջնորդներ, որոշները վատն են եղել, չար many են of եղել, them ruthless and vicious. որոշները փառասեր են եղել։ They were men who had one purpose. Մարդիկ ունեցել են մեկ նպատակ, Satan was their Lord, որ Սատանան իրենց Տերն է, and they would spend their whole life որ իրենց ամբողջ կյանքը անցկացրել են to advance his plans on the earth. իր ծրագրերը կատարել երկրի վրա։ God is asking us, Աստված մեզ հարցնում է. will you allow me to live in you? Թույլ կտաս, որ ես ապրեմ քո մեջ։ Will you say as Paul, for me to live is for Christ Ասես to live? Պողոսին ման, որ ինձ համար ապրելը Քրիստոս է։ Here is my life. Ահա իմ կյանքը։ I think the call to say, Jesus, whatever you want. Կարծում որ այսպես է, որ կարող ենք ասել Հիսուս արա ինչ որ ուզում ես։ I surrender to Ես your հանձնվում will եմ քո and to կամքին։ your plan. Քո ծրագրերին եմ հանձնվում։ Jesus said that he had the authority to lay his life down. Հիսուսն ասաց, որ ինքը իշխանություն ուներ այդ կյանքը դնելու։ And out of that same authority to Բայց lay his նույն life down, իշխանությունից եկա, որ իր կյանքը նա տվեց։ he said, I had the right or the authority to raise it up again. Նա ասաց, որ ես ունեմ իշխանություն, իրավունք այդ դրանից հրաժարվելու։ Jesus, because of this laying down of his life, Բայց նրա շնորհիվ, որ Հիսուսն իր կյանքը տվեց, brings salvation to the world. փրկություն եկավ աշխարհին։ God in Christ is reconciling the world Աստված to himself. Քրիստոսի մեջ մեզ հետ հաշտվեց, հաշտություն ունեցավ։ He lived under the authority of his Father. Նա ապրեց իր հոր իշխանության տակ։ I can only do what my Father does. Ու ասում էր, ես կարող եմ անել միայն այն, ինչ որ իմ հայրն է անում։ I can only say what the Father is saying. Ու պետք է ասեմ միայն այն, ինչ իմ հայրն է ասում։ He also went as far to say, if you've seen me, you've seen the Father. Ու նա նաև ասում էր, եթե ինձ եք տեսնում, իմ հորն եք տեսնում։ That's a bold statement in itself. Սա շատ համարձակ խոստովանությունն էր։ We are called to walk in these same steps. Մենք կանչված ենք քայլելու իր նույն ճանապարհով, նույն քայլերով։ That we would reveal Christ to Ու this մենք world. պետք է Քրիստոսին հայտնենք այս աշխարհին։ We are to this world what Jesus was. Մենք այս աշխարհում ենք, որտեղ Հիսուսն էր, He was a revealer of his Father. ու նա իր հորն էր հայտնում մարդկանց, ցույց We տալիս are a մարդկանց։ revealer of this Christ. Մենք էլ Քրիստոսին պետք է հայտնենք ու ցույց տանք մարդկանց։ Jesus said, for me to live is for the Father to live. Հիսուսն ասաց, որ ինձ համար ապրելը դա նշանակում է, որ հայրը պետք է If ապրի։ you've seen me, you've seen Եթե the տեսնում եք Father. ինձ, դուք տեսնում եք իմ հորը։ So we come into this relationship with Ու մենք him պետք է գանք նրա հետ այս հարաբերության մեջ, that he may use us որ նա կարողանա մեզ օգտագործել, to reveal himself. հայտնելու, ցույց տալու իրեն։
The church is the body of Christ. Եկեղեցին ինքը հենց Քրիստոսի մարմինն է։ It's a vehicle of expression, Արտահայտման ձև է։ a means of expressing or revealing this Christ. Ցույց է տալիս ու արտահայտում է այս Քրիստոսին։ The church reveals this Jesus. Եկեղեցին ցույց է տալիս Քրիստոսին։ All the working in us is to get us to fulfill that plan. Ու այն ամեն ինչ որ նա գործում է մեր մեջ դրա համար է որ ինքը իրականացնի իր ծրագիրը։ If we will surrender ourselves, Եթե մենք մեր անձերը հանձնում ենք նրան, as Paul said, present your bodies that ինչպես living Պողոսն էր ասում, sacrifice, ձեր անձերը ներկայացրեք որպես կենդանի զոհեր։ then God will give Այդ that ժամանակ resurrection Աստված power. այդ հարության զորությունը մեզ կտա։ God will allow us to walk in that Աստված power ցույց of the կտա, Holy որ մենք Spirit. Սուրբ Հոգու այդ զորության մեջ քայլենք։ He's not asking that you share your life with Him, Նա չէր հարցում, որ դու իր կյանքը կիսես նրա հետ։ as if two wills could exist in one body. Այսինքն երկու կամք է գոյություն ունի երկու կամք այդ մարմնի մեջ։ Remember, Հիշեք, David was anointed to be king, Դավիթը օծված էր թագավոր լինելու, but he couldn't take the throne until Saul dies. բայց ինքը չէր կարող գահի վրա nստել մինչև Սավուղի մահը։ There can't be two kings. Այսինքն երկու թագավոր չէր կարող միաժամանակ լինել։ In the same way in our life, Նույնն էլ մեր կյանքում։ you can't be two kings. Երկու թագավոր մեր կյանքում չի կարող Can't be լինել։ two queens in there. Երկու թագուհիներ King and a չեն queen. կարող, թագավոր թագու երկուսը չեն կարող մեր We կյանքում։ relinquish our place. Մենք մեր տեղը պետք է տանք, He becomes our Lord, ու նա պետք է դառնա մեր Տերը, our King. մեր թագավորը։ We do whatever He asks us to Ու do. անենք այն ինչ որ նա է ուզում որ մենք անենք։ He is asking us what is in our hands. Նա հարցնում է ինչ կա իմ ձեռքում, մեր ձեռքում ինչ կա։ What will you give to me? Ինչ ես տալիս դու ինձ։ The little boy was willing to give it to Jesus. Փոքրիկ տղան կամք ուներ, նա կամովի տվեց այդ ամեն ինչ։ Moses answered the question. Մովսեսի պատասխանն I've է. got a staff in my hand. Գավազան ունեմ ձեռքումս։ Give it to me. Put it down. Տուր Let me ինձ։ show you something. Դեր ես ցույց կտամ քեզ դրանով ինչ This որ։ is what God is asking Ահա for. ինչ է Աստված հարցնում, խնդրում, That we find ourselves in that question before God. որ մենք այս հարցը Աստծո առաջ ունենանք։ What do you have that you Ինչ could give to me? ունես դու, որ կարող ես ինձ տալ։ That cross is in the center of that temple yard. Այդ տաճարի կենտրոնում էր գտնվում խաչը։ It is in the center for that reason of its importance, Պատճառ ուներ ինչու էր նա կենտրոնում ու կարևորություն կար դրանում։ that we may take, we may look at our lives Որպեսզի մենք կարողանանք նայել մեր կյանքերին and see that it's much more beneficial for us to give this to ու Jesus. տեսնելու, որ մենք ավելի շատ շահ ու օգուտ ունենք, որ հանձնվենք Աստծուն։ Bless it, Lord. Որ օրնի Տերը մեզ, Break it, Lord. կտրի And then give it. ու տա, փոխանցի։ In His presence, Իր ներկայության մեջ։ there is fullness of joy. Իր ներկայության մեջ ուրախության լիություն կա։ At His right hand, there is pleasure forevermore. Ու այդ գանձերը կան նրա մեջ։ The Holy Spirit comes into that moment. Սուրբ Հոգին գալիս է այդ պահի մեջ։ And there He begins to do through us Ու այդ ժամանակ նա սկսում է գործել, անել մեր the միջոցով, impossible. անհնարին անել մեր միջոցով։ He did it in that little boy's life. Նա արեց այդ փոքրիկ տղայի կյանքում, Who could feed that many people with ով 5 կարող loaves է and 2 fish? 5 հացով 2 ձկով այդքան մարդու կերակրել, 5000 հոգու։ He did it in Moses' life. Նա արեց Մովսեսի կյանքում։ All the flaws and all the excuses. Այդ չնայած այդ բոլոր պատրվակներին, How many times he says, I can't, I can't, քանի I անգամ can't. Մովսեսն ասաց, չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող, But he gave it to God. բայց տվեց Աստծուն։ And God used him. Ու Աստված օգտագործեց նրան։ He is mentioned more times than any other character in the Bible. Նա ավելի շատ է նշված Աստվածաշնչում, քան այլ հերոս։ He is world famous. Amen. Նա ամբողջ աշխարհում էր այսպես ասած հայտնի, Because he gave God what he had. in his որովհետև նա hand. Աստծուն տվեց այն ինչ որ նա ուներ։ God is looking for that from us. Աստված դա է մեզանից սպասում, As we leave this school, որ երբ մենք թող գնանք այս I դպրոցից, hope that you've settled that question. հուսամ որ դուք ունենաք այդ հարցը։ Here it is, Lord. Ահա, Տեր, I'll give it to you. ես տալիս եմ քեզ։ The promise of revival is Արթնության խոստումն է, if we give it to որ him, եթե մենք տանք իրեն, he'll bless it. նա կօրհնի։ Amen. Ամեն։ He's going to break it. Նա կկտրի դա He's going to use it ու for his կօգտագործի glory. իր փառքի համար։ If we'll give it to him, Եթե մենք դա տանք իրեն, we can live the impossible. անհնարինը կարող ենք There's ապրել։ no limit to what God could do in and through Սահմանափակում us չկա, թե ինչ Աստված կարող անել, թե մեր մեջ, թե մեր if միջոցով։ we would just give him what we Եթե ուղղակի have. տանք Աստծուն այն ինչ որ մենք ունենք։ To answer as Isaiah did, here I am, Ու պատասխանենք այնպես ինչպես Եսայան, ահա ես, send me.
ինձ ուղարկիր։ I'm ready. Ես պատրաստ եմ։ Let God do that. Թող որ Աստված դա անի։ Let him send us into all the world. Թող որ նա ուղարկի մեզ ամբողջ աշխարհ։ I look at those disciples, Այլո։ The early disciples- Նայում եմ այդ աշակերտներին and we would evaluate them to say that they were just ordinary men. կարող ենք ասել, որ իրանք ուղակի սովորական մարդիկ էին, Matter of fact, ordinary men and women. սովորական տղամարդիկ, կանայք։ Paul was perhaps a giant intellect, very intelligent. Պողոսը շատ խելացի մարդ էր։ The rest of them were fishermen and tax Մյուսները collectors, and students, հարկահավաք էին, ձկնորսներ էին, housewives, տնային տնտեսուհիներ էին, just ordinary people. սովորական մարդիկ։ But God did something in their lives. Բայց Աստված իրենց կյանքում ինչ-որ մի բան արեց։ The Holy Spirit filled them. Սուրբ Հոգին լցրեց նրանց transformed մեջ them. ու փոխակերպեց նրանց, փոխեց նրանց։ He touched the world through Ու ordinary այդ people. սովորական մարդկանց միջոցով հպվեց ամբողջ աշխարհին։ Through the ordinary people who prayed and Այդ believed. սովորական մարդիկ, ովքեր աղոթում ու հավատում էին։ And we can say beyond a shadow of a doubt Ու մենք կարող ենք առանց այդ կասկածի ասել, that they are in heaven watching today. որ նրանք այսօր երկնքում են։ They are in heaven as that great crowd of witnesses looking at our lives, Այդ մարդիկ հիմա երկնքում են նայում են այդ կյանքերին։ calling us Կանչ ունենք to մենք, follow Jesus. որպեսզի հետևենք Հիսուսին։ Lay aside everything else. Ամեն բան մի կողմ դնենք Look to ու Jesus, նայենք the Հիսուսին, author and the finisher of our faith. որ այդ իշխանությանը հավատքով նայենք։ Look to him Նայենք նրան, because he will bless you. որովհետև նա կօրհնի ձեզ, He will break you. ու նա կկտրի ձեզ, He will give ու you. ձեզ կտա, And կփոխանցի, you will make a ու դուք difference. կփոխեք ամեն ինչ։ Amen. Ամեն։ Father, we're so thankful.